Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է մեծ հզորության ԱԵԿ-ի նախագիծ, որը ներկայացվում է ոչ միայն որպես էներգետիկ անվտանգության ամրապնդման հնարավորություն, այլև որպես տեխնոլոգիական նոր փուլ Հայաստանի համար։ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է Երևանին փոխանցել ատոմային ոլորտում իր առաջատար փորձն ու մշակումները։ Ռոսատոմ պետկորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը եթե լիներ հայկական ղեկավարության կամքը, կհոգար երկրի կարիքները էներգետիկայի ոլորտում տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Էներգետիկ անվտանգության փորձագետի գնահատմամբ Հայաստանն այլևս ժամանակ կորցնելու հնարավորություն չունի եւ պետք է հստակ կողմնորոշվի, ինչ ռազմավարություն ընտրել, ում հետ համագործակցել եւ ինչ հզորության ատոմակայան կառուցել, հաշվի առնելով երկրի երկարաժամկետ պահանջները։ Ճիշտ որոշում չընդունելու դեպքում կարող են առաջանալ էներգետիկ լուրջ ռիսկեր ու կախվածություններ։ Հայաստանին պետք է ոչ պակաս քան 600 մեգավատ հզորությամբ կայան եւ մի կարևոր նաեւ նրբություն, որտեղ ես հաճախ ես վերջերս հանդիպում եմ նաեւ նորատոմակայանի տերմինի մասին, նորատոմակայան Հայաստանին պետք չի, Հայաստանը վաղուց ունի ատոմակայան, Հայաստանին պետք է նոր էներգաբլոկ։ Դա շատ հարցերի հեշտացնում է Հայաստանի համար, որտեղ հարթակի խնդիր չունենք, մնացած նաեւ ժամանակային որոշակի շահում ենք։ Նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը, սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Արևային էներգիան կարևոր ուղղություն է Հայաստանի համար, սակայն այն ըստ մասնագետի չի կարող ամբողջությամբ փոխարինել բազային հզորություն ապահովող կայաններին։ Արթուր Ավետիսյանի խոսքով արևային համակարգերը չեն ապահովում անհրաժեշտ կայունությունը, կապված լարման տատանումների եւ ընդհանուր հզորության հավասարակշռման հետ։ Այս պատճառով էլ երկրի էներգետիկ համակարգը դեռևս կախված է կայուն արտադրող աղբյուրներից։ Բացի այդ, մասնագետը նշում է, որ այժմ ամբողջական ատոմային էներգետիկ ցիկլը նախագծումից մինչև շահագործում համաշխարհային շուկայում առաջարկելու կարողություն ունեն միայն սահմանափակ թվով երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Ֆրանսիան։ Մինչդեռ մյուս պետությունները որոշ չափով հետ են մնացել այս ոլորտի մրցավազքից։ Հայաստանը որպես տարածքով ոչ մեծ պետություն, ոչ ցավոք սրտի դեռևս ոչ հզոր պետություն, որպեսզի այդ խաղերից, այդ վայրի վերումներից հնարավոր զերծ մնա, պետք է առաջինը դիտարկի մասնագիտական, տեխնիկական հիմնավորվածությունը, ապա տուրք տա քաղաքական այս կամ այն բաղադրիչին։ Երկրի էներգետիկ անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային էներգետիկ հաբ դառնալու համար անհրաժեշտ են խոշոր կայուն բազային հզորություններ, որտեղ առանցքային դեր ունի ատոմային էներգետիկան։ Ավետիսյանի ասելով, եթե մինչև 2036 թվականը Հայաստանը չկարողանա հստակեցնել ու իրականացնել նոր կայանի կառուցման որոշումը, կարող է հայտնվել դժվարին վիճակում։ Ցանկացած երկրի հետ, որը կառաջարկի փորձարկված 1000 մեգավատ հզորության կայան, Հայաստանը պետք է պատրաստ լինի բանակցության։ Եթե մեծամորի ԱԵԿ-ի անջատումից հաջորդ իսկ օր Հայաստանը չունեցավ կամ չապահովեց ատոմային էներգետիկա անընդհատությունը, Հայաստանը լրջագույն էներգետիկ անվտանգության ռիսկերի առջև է կանգնել։ Ու դա կարևոր չի։ Մենք հիմա խոսում ենք ռուսական տարբերակի առաջարկի մասին, ամերիկյան, ճապոնական, որ պետությունը կուզեք, որը որ ունի այդ տեխնոլոգիան։ Հայաստանի Հանրապետությանը որպես մեծ մասնագետների պարտադիր կարևոր է, որ մենք ունենանք ատոմային էներգետիկայի կամ միջուկային էներգետիկայի անընդհատություն, անգամ պատկերավորված մեկ օր ընդհատում Հայաստանը իրավունք չունի իրեն թույլ տա։ Էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության առանցքային բաղադրիչներից մեկն է։ Իսկ ռեսուրսների հասանելիությունը, արտադրական կարողությունների զարգացումը եւ կայուն մատակարարման ապահովումը դիտարկվում են ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական եւ քաղաքական նշանակության գործոններ։ Եթե 26 թվականին ավարտվեն աշխատանքները հաջողությամբ, ավարտից հետո Հայաստանին լիցենզիա կտրամադրվի գործողայքի մինչև 2031 թվականը։ Ու 30 թվականից սկսած պետք է Հայաստանը նորից նախապատրաստական աշխատանքներ կատարի։ Քանի դեռ Հայաստանը վերջնականապես չի կողմնորոշվել, Մոսկվայից շտապելու ազդակներ են հնչում։ Ավելի վաղ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր զգուշացրել, որ Հայաստանը կարող է բախվել էներգետիկ դեֆիցիտի, եթե մինչև 2026 թվականի ավարտը որոշում չկայացնի նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։